Հայաստանի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունում Գևորգյան հոգևոր ճեմարանում տրվեց 2015-2016 ուսումնական տարվա մեկնարկը։ Հանդիսությանը ներկա էր նաև ամենայն հայոց հայրապետը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր զեկուցման մեջ փաստեց, որ հակառակ հանրապետության մյուս բուհերում դիմորդների թվի ակնհայտ նվազմանը Գևորգյան հոգևոր ճեմարանի նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Այս տարի Մայրաթորի հոգևոր կրթական հաստատություններում քննություն է հանձնել 77 դիմորդ։ Նրանցից 29-ը ընդունվել է Վազգենյան դպրանոց, 14-ը Գևորգյան հոգևոր ճեմարան, Հառիճի Թրբանջյան ընծայարան է ընդունվել 15 դիմորդ։ Քահանայից պատրաստման լսարանի համար ստացվել է 13 դիմում։ Ընդունելության հարցազրույցը տեղի կունենա առաջիկայում։ 2015-16 ուսումնական տարվա կարևոր նորությունը նոր տեսչի նշանակումն է։ Նորին սրբության բարձր տնօրինությամբ Մայրաթորի երիտասարդ միաբան Գարեգին Աբեղահամբարձումյանը նշանակվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ։ Հայր Սուրբը այս հաստատության լավագույն շրջանավարտներից է։ Ճեմարանն ավարտելուց հետո վեհափառ հայրապետի տնօրինությամբ բարձրագույն ուսումնառությունը շարունակել է Մեծ Բրիտանիայում, Շեֆիլդի եւ Օքսֆորդի համալսարաններում։ Շեֆիլդի համալսարանում ստացել է փիլիսոփայության գիտությունների դոկտորի կոչում աստվածաշնչագիտության գծով։ Նվիրական մի կառույցի ղեկավարություն պետք է ստանձնեմ եւ վեհափառ հայրապետի, ինչպես նաեւ մեր եկեղեցու հայրերի եւ մեր նախնիների այն բոլոր տեսիլքները, որ ունեցել են մեր եկեղեցու դարբնոցը համարվող այս հաստատության սաների հետ կապված, կյանքի կոչենք։ Հոգևոր հաստատությունում ուսումնառության ընթացքում ընտանիքից հեռու լինելը ապագա հոգևորականներին այդքան էլ չի մտահոգում։ Սա ինստիտուտ է, որտեղ ստանում են բարձրագույն կրթություն, կոփում միտքն ու հոգին։ Ամեն խոչընդոտ հաղթահարելի է, եթե նպատակ ենք դրել մեր առջև ամեն ինչ պետք է անենք հոգևորական դառնալու համար, ասում է առաջին լսարանի ուսանող Պետրոս Վարդանյանը։ Ռուսաստանում ես այնտեղ եմ ծնվել, մեծացել, ես ծառայել եմ հայկական վանքում, հայ առաքելական եկեղեցու վանքում Սուրբ Սարգիս։ Այնտեղի Տեր հայրը ինձ խորհուրդ տվեց, որպես ես հետաքրքրվեմ, կա հնարավորություն այդպիսի, որ գալ ընդունվել հոգևոր ճեմարան։ Ուսանողներից շատերը ճեմարան գալու որոշումն ընդունել են դպրոցական տարիներին եկեղեցում սպասավորելու ժամանակ։ Առաջին լսարանի սան Արսեն Մարտիրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարան ուսանելու է եկել Աբխազիայի Գագրա քաղաքից, որտեղ 3 տարի սպասավորել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Դպրոցը ավարտելուց հետո չգիտեմ ինչ փոխվեց մեջս եւ ցանկությունը շատ աճեց եւ որոշեցի պատրաստվեմ քննություններին։ Փառք Աստծո շատ լավ հանձնեցի քննությունները եւ ընդունվեցի ճեմարան։ Գևորգյան հոգևոր ճեմարանում այսօր 103 սան է ուսանում, դասավանդում են 28 հոգևորական եւ 43 աշխարհական դասախոսներ։ Ուսումնական տարեմուտի միջոցառմանը ներկա էին նաև հյուրեր Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից։ Տնօրեն Աննա Մնացականյանը Գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների եւ դասախոսների կողմից 2 մեծադիր կտավ նվիրեց ճեմարանին։ Նկարների հեղինակներն էին Արևիկ Արոյանը եւ Անի Մանուկյանը։ Իդեպ այս աշխատանքների ճեմարանական ներկտավը արժանացել է նախագահի հատուկ մրցանակին։ Թերլեմեզյանի անվան քոլեջը տասնյակ տարիներ բավականաչափ արական դիմագիծ է ունեցել, հիմնականում ուսանողները տղաներ էին, բայց մեր բուռն ժամանակներում փոխվել է շատ բան, հավասարակշռությունը խախտվել է, մեզ մոտ աղջիկները հիմա ավելի շատ են։ Եվ այս 2 աշխատանքները արվել են 2 ցողունի պես բարալիկ կարճահասակ աղջիկների կողմից։ Ուսումնական տարին մենք սկսում ենք միասնական ու միահամուռ, մեկ եւ միակ գերակա ցանկությամբ, անգամ սովորական գործերը կատարել անսովոր լավ, ամենաբարդ մտքերը սաներին ուսուցանել ամենապարզ ձևով եւ իրականացնել նույնիսկ անիրականանալի թվացող ձգտումները։ Իր զեկուցումն այսպես ամփոփեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Ներկաներին հայրական պատգամ ուղղեց նաեւ ամենայն հայոց կաթողիկոսը։ Մենք մեր բարեբախտանքներն ենք դնում մեր հանգավարժներին, որպեսզի առատորեն սերմանեն, սակայն իրենց ձեռքերով հերկված արտի մեջ, մշակված հոգիներում մեր սանուց, որպեսզի այդ սերմերը առավել չափով բարեբեր արդյունքներ կան, եւ ոչ թե արևկես չորանան
մոնախոտերի և փշերի մեջ։ Ինչպես Սերնացյանի առակում են դերվում։ Մեր բարեմաղթանքն ենք ուզում բերել և մեր բարի ցանկությունները, որտորն ու պատգամը, մեր սանով, որպեսզի իրենք ևս գործակիցը դառնան մանկավարժներին։ Բավարար չէ, որ մանկավարժ ուսուցանի, բավարար չէ, որ մանկավարժը գիտելիք ճարի։ Դուք պետք է ջանան դրա համար աշխատեք, ընդունելու, հոգատարելու, խնամելու, ջրելու, հերկելու ձեր հոգու անդաստանը, որպեսզի այնտեղ ընկածումները բարի և առատ պտուղներ կան։ Լիաննա Չիչակյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Գևորգյան հոգևոր ջեմարանի սաներն իրենց ուսումնական տարվա պաշտոնական մեկնարկից մեկ օր անց Էջմիածնի մշակույթի տանը Միրոնօրնության արարողությանը նվիրված համերգ երեկո ունեցան։ Հանդիսատեսը մեծամասամբ քաղաքի դպրոցականներն էին։ Ջեմարանցիները իրազեկող նյութեր էին պատրաստել։ Անդրադարձան Միրոնի ծագման պատմությանը, պատրաստման առանձնահատկություններին ու խորհրդաբանությանը։ Լինելով հոգևոր մայրաքաղաք, թվում է, թե ամեն ինչ պիտի իդեալական կարգավիճակում լինի եւ բոլորը իդեալապես պիտի տիրապետեն մերոնօրտնության, ասենք, բոլոր արարողակարգին, մանրամասնությանը, պատմությանը, նաեւ որտեղից է եկել եւ որերորդ անգամ արդեն քանի տարին մեկ ավանդույթ եփվում, բայց հասկացանք, որ միշտ բաց ամենտեղ էլ կա եւ մայրաթորեթ համատեղ կազմակերպեցինք, որ ժողովուրդը մասը դառնա ամբողջի։ Թովմաս Արաքելյանն այս տարի է ընդունվել ջեմարան, բայց հասցրել է պատրաստվել այս միջոցառմանը, հանդես գալով թե երգչախմբի կազմում եւ թե առանձին ելույթով, ընթերցելով հատվածներ Նարեկացու Մատյանի Միրոնին վերաբերող գլխից։ Ես եկա ջեմարան եւ առաջին իսկ օրերը իմ ջեմարանական մեծ ճանապարհորդության այս առաջին օրերը նշանավորվեցին այսպիսի հրաշալի միջոցառումով եւ դեռևս նշանավորվելու է սեպտեմբերի 27-ին տեղի ունենալիք Միրոնօրտնության արարողությամբ։ Հետևաբար իհարկե հպարտության զգացողություն ունեմ, որ հենց այս թվականին կարողացա Աստծո կամոք դառնալ ջեմարանական եւ անդամագրվել ջեմարանի այս հրաշք ընտանիքին։ Համերգի ավարտին ներկաներին օրհնության եւ գնահատանքի խոսք ուղղեց Մայրաթորի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Աստղիկ Հակոբյան, Գևորգ Հավաքյան, եկեղեցական կյանք։ Ամեն երեքշաբթի երեկոյան Երևանի եկեղեցիներում խոկման արարողություն է կատարվում։ Եկեղեցում հավատացյալներին են սպասում համայնքի քահանան, երգչախումբը, դպրաց դասը։ Տեղի է ունենում հոգևորականի քարոզխոսությունը, որին հաջորդում են հոգևոր երգեցողությունն ու աղոթքները։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալներին ողջունեց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը եւ իր քարոզի ընթացքում խոսեց առաջիկա Միրոնօրհնության արարողության մասին։ Անդրադարձավ Սրբազան յուղի գործածությանը Մովսեսի ժամանակներից մինչև մեր օրերը, նաև ներկայացրեց հայ առաքելական եկեղեցում Միրոնի կիրառության նշանակությունը։ Այն համայնքը, այն անձերը, ովքեր խոկման կամ որևէ այլ մեր արարողություններին քարոզչության մասնակից են, էապես իրենց հոգևոր գիտելիքները տարբերվում են մյուսների հոգևոր գիտելիքներից, մասնավորաբար նաև Միրոնօրհնության վերաբերյալ։ Եվ ինքնին հասկանալի է, որ մեր եկեղեցին կույր հավատացյալ չէ, որ ցանկանում է իր համայնքում իր առաքելության մեջ ունենալ։ Մեր եկեղեցու հավատացյալը բանիմաց պետք է լինի, հոգևոր գիտելիքով զինված, այդ առաքելությանը մասնակից դառնալու ցանկություն պիտի ունենա եւ պիտի տեսնի այն ճանապարհները, որով եւ կարողանա այդ առաքելությանը մասնակցել։ Խոկման արարողությունների ժամանակ հոգևորականը քարոզխոսության թեման ընտրում է այդ պահին հասարակական նշանակություն ունեցող երևույթների, տոների, եկեղեցական կարևոր իրադարձությունների հոգևոր մեկնաբանության անհրաժեշտությունից ելնելով։ Իսկ երբ եկեղեցում մարում են լույսերը եւ վառվում մոմերը, շարականների հոգեպարար երգեցողությունը աղոթական տրամադրություն է ստեղծում։ Հավատացյալները 30 րոպե աղոթքով առանձնանալու հնարավորություն են ստանում։
ինչքան էլ գործ ունենամ, ինչքան էլ զբաղված լինեմ, անպայման ժամանակ եմ գտնում, որ գամ Աստծո խոսքը լսեմ։ Ներքին պահանջմունք կա էլի, մենակ մնալու, ներքին ինչ որ անդրադառնալու քո անցած օրերի, սխալների կամ, չգիտեմ, արարքների հետ կապված։ Ու տենց թարմացած, նոր բաներ սովորած գնում ենք, փորձում ենք կիրառել, փորձում ենք ինչ որ բան շտկել մեր կյանքում։ Խոկման ընթացքում Սաղմոսների եւ Շարականների երգեցողության պաղոթքներին մասնակից եղավ Հավատամք երգչախումբը։ Արարողության լրումը ընդհանրական Տեր ողորմյա երգեցողությունն էր իր հուզող, խորհրդավոր եւ լուսավոր մեղեդայնությամբ։ Հավատացյալները չեն շտապում հեռանալ, դեռ զրուցելու են Տեր հոր հետ, օրհնություն են խնդրելու, իրենց հուզող հարցերն են քննարկելու։ Սուսաննա Պետրոսյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Լյուդվիգ Ղազարյանը երկար տարիներ այս գործի մեջ վարպետացել է, ինչպես ինքն է ասում, քարի հետ կռիվ է անում արդեն 4 տասնյակ տարի։ Ամենատարբեր քարերով վարպետը ստեղծում է կոթողներ, խաչքարեր, նուրբ փորագրություններ։ Նրա ստեղծագործությունները զարդարում են աշխարհի տարբեր երկրների մշակութային եւ հոգեվոր կենտրոնների շրջակայքը։ Նա նաեւ Վազգեն Վեհափառի տապանակարի հեղինակն է։ Հեղինակը հպարտ է, որ շուտով Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքը զարդարելու են իր երկու նշանավոր ստեղծագործությունները։ 12 եւ 14 տոննա կշռող այս խաչքարերը Արևմտյան Հայաստանի նշանավոր խաչքարերի կրկնօրինակներն են, պատվիրել է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով։ Հպարտանում ենք մենք մեր մեջ, որովհետև դա պատիվ է, մեծ պատիվ է մեզ համար, որովհետև մենք գիտենք, որ մեր երեխաներին, թոռներին թողնում ենք մի սրբություն։ Խաչքարերի հետ կապված բոլոր աշխատանքներն արդեն ավարտված են, աշխատել են 6 վարպետ 7 ամիս։ Հսկա խաչքարերը ներս են բերվել կտուրից եւ կտուրից էլ հանվելու են։ Երկու կոթողներն էլ նուրբ եւ խորը զարդաքանդակներ ունեն եւ շատ շուտով կհիացնեն Մայրաթորի այցելուներին։ Մերի Հովսեփյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Իրադարձություններով հարուստ ընթացիկ սեպտեմբերը հայ առաքելական եկեղեցու Իրաքի հայոց թեմում։ Առաջնորդ Հրանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանից Իրաք տեղափոխված մի քանի խաչքարեր զետեղվեցին տեղի հայաբնակ գյուղերում եւ քաղաքներում, այդ թվում Բաղդադում, Բասրայում, Գերքուկում, Հավրեսկում եւ Ավստրուքում։ Թեմակալ առաջնորդ ավագ arczepiskopos Ասատուրյանը հոգևոր դասի եւ հավատացյալների մասնակցությամբ այցելեց այդ բնակավայրերը եւ օրհնեց տեղադրված խաչքարերը։ Առաջին հանգրվանը Ավստրուկ համայնքն էր, որն ամբողջությամբ բնակեցված է քրդախոս հայերով։ Սեպտեմբերի 2-ին օծվեցին տեղի Սուրբ Վարդան եկեղեցու նորոգված Սուրբ Սեղանը եւ եկեղեցու հարևանությամբ տեղադրված խաչքարը։ Սեպտեմբերի 3-ի երեկոյան թեմի հոգևոր առաջնորդը հոգևորականների բազմաթիվ հավատացյալների ու հյուրերի ուղեկցությամբ մասնակցեց Հավսրիկ հայաբնակ գյուղի նորակառույց եկեղեցու նավակաթիքին։ Օծվեց նաև եկեղեցու բակում տեղադրված խաչքարը։ Հաջորդ օրն առավոտյան Սրբազանի ձեռամբ Սրբալույս Միրոնով օծվեցին նորակառույց եկեղեցու Սուրբ Սեղանն ու սյուները։ Նորաուց եկեղեցին անվանվեց Սուրբ Սարգիս։ Նույն օրը եկեղեցու կամարների տակ առաջին Սրբազան արարողությունը տեղի ունեցավ։ Ավագ Սրբազանը Ռոստոմ Սարգսակ Սարգսյանին ձեռնադրեց քահանա։ Մեկ այլ քահանայական ձեռնադրություն տեղի ունեցավ Իրաքի Դհոկ քաղաքի Սուրբ Ներսես շնորհալի հայկական եկեղեցում։ Ձեռնադրությունից առաջ եկեղեցու բակում մեծ հանդիսավորությամբ խաչքար տեղադրվեց ի հիշատակ ցեղասպանության 100-րդ տարելիցի։ Նորընծաքահանան Սրբազան հոր կողմից կոչվեց Տեր Տիրան։ Վերջինս 40-օրյա պահքից հետո սպասավորության կանցնի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Միջոցառումներին մասնակցում էին նաև Դհոկի եւ Էրպիլի Ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը, կաթոլիկ եկեղեցու հոգևորականներ, ներկայացուցիչներ քույր եկեղեցիներից, պետական այրեր եւ հավատացյալների հոծ բազմություն։ 7-րդ դարից սկսած Միջագետքի մի շարք քաղաքներում ձևավորվել են փոքրաթիվ հայ համայնքներ, սակայն դրանցից ամենակենսունակը Բաղդադում կազմավորված հայ գաղութն է, հայաբնակ գյուղերով ու քաղաքներով, 10-ից ավելի գործող հայկական եկեղեցիներով։
Չնայած պատերազմական իրավիճակին այստեղ շատ կենսունակ է ազգային կյանքը իր տարաբնույթ միջոցառումներով։ Այս օրերին բացվեց իրաքահայ վաստակավոր գեղանկարիչ Անդրանիկ Օհանեսյանի անհատական 10-րդ ցուցահանդեսը 100 նկար նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին։ Ցուցահանդեսը կազմակերպել էր առաջնորդարանը Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցական համալիրի նորակառույց հայ նահատակ դահլիճում։ Ցուցահանդեսին նախորդեց քրիստոնեական ավանդապահության նախարարության միջոցներով կառուցված նոր շենքի բացումը։ Ցուցահանդեսը լուսաբանվում էր Իրաքի առաջատար լրատվամիջոցների կողմից։ Նրանց տված հարցազրույցում Անդրանիկ Օհանեսյանն առանձնակի ընդգծել է իր ազգությունը եւ անդրադարձել մեր պատմության արյունոտ էջերին, որոնց մասին հուշեր են տեղ գտել իր այս հավաքածուում։ Միջոցառման ավարտին ազգային վարժարանի Գոլբենկյան սրահում Սրբազան հայրը պատվոգրեր հանձնեց քրիստոնեական ավանդապահության նախարարության անդամներին, նաև նկարիչ Անդրանիկ Օհանեսյանին։ Լիանա Չիչակյան, եկեղեցական կյանք։ Երկու օր առաջ Դիարբեքիրի նահանգի Սուր շրջանի հայ կաթոլիկ եկեղեցին թալանել են թուրք ոստիկանները, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները եւ հաստատում է Միջագետքի հայերի միության նախագահը, պարետային ժամի ընթացքում ոստիկանները հարձակվել են հինավուրց եկեղեցու վրա, կոտրել պատմական փայտե դռները, գողացել են եկեղեցու սրբապատկերները, այլ իրեր, պահեստից անհետացել են փորագրված քարեր։ Հայ կաթոլիկները պատրաստվում են դատական գործ հարուցել, հայտարարված է, որ եկեղեցին կրել է մոտ $100,000 համարժեք կորուստ։ Նույն աղբյուրները հաղորդում են, որ վերջերս թուրք ոստիկանների եւ քրդերի բախման արդյունքում տուժել էր Սուրի Սուրբ Կիրակոս եկեղեցին։ Սեպտեմբերի 14-ին Վիրահայոց թեմի Մարնեուլիի շրջանի հայ համայնքների նորանշանակ հոգևոր հովիվ խորեն Վարդապետ Հովհաննիսյանը այցելել է տարածաշրջանի հայկական դպրոցներ։ Աշակերտներին փոխանցել է թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոսի օրհնությունն ու նվերը մանկական աստվածաշունչը։ Հեռավոր Բրազիլիայի հայկական թեմում հանդիսավոր նշվել է խաչվերացը Սուրբ Խաչի տոնը։ Տոնական պատարագը մատուցել է թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը, արարողությունից հետո Սրբազան հայրը անդաստանի կարգ է կատարել եւ վարդաջրով օրհնել ներկաներին։ Անցյալ շաբաթ պետական Էրմիտաժի տնօրեն Միխայել Պյոտրովսկին եւ Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիայի ռեկտոր Ամբրոսիոս arczepiskopos-ը համագործակցության համաձայնագիր են կնքել։ Համատեղ աշխատանքը վերաբերելու է այնպիսի հարցերի, որոնք կարևոր են թե եկեղեցու, թե թանգարանների համար։ Միխայել Պյոտրովսկու խոսքով լինելու են կլոր սեղաններ նվիրված աստվածաշնչային հնագիտությանը, ուղղափառ եւ մուսուլմանական արվեստներին։ Գիտաժողովները, դասախոսությունները, կլոր սեղանները բաց են լինելու ոչ միայն հոգևոր բուհերի ուսանողների, այլև լայն հանրության համար։ Ակադեմիայի ռեկտորը նշել է, որ բուհի դասախոսներն ու ուսանողները կկարողանան մասնակցել աստվածաշնչյան վայրերում տեղի ունեցող հնագիտական արշավախմբերի աշխատանքներին, կաշխատեն Հորդանանի եւ Իսրայելի մասնագետների հետ։ Սա նման համագործակցության առաջին դեպքն է։ Ռուսաստանի պատմության մեջ նման պայմանագիր աշխարհիկ գիտահետազոտական թանգարանի եւ հոգևոր կրթական հաստատության միջև առ այսօր չէր եղել։ Հերմինե Հակոբյան, եկեղեցական կյանք։